էլ չեն գնում Սաշիկի ջեբը։ Պատերի գաջի սվաղը Թող աշխատեն։ Որպես ինչին բան հիշեցի։ Մանիպուլյացիայի մի տրվեք։ Սեքսուալ գազան։ առաքելությունը դարձնել մշտական Հասկացաք հապկություն։ ՀԱՊԿ պատրաստ է իր դիտորդներն ուղարկել Հայաստան։ Զանգում ենք լավ դորորեն։ Բարև ձեզ սիրելի ընկերներ, ձեր սթրիմում ARM Comedy-ն է, որտեղ եթերը լրիվ 20-րդ դար է ինչ-որ։ YouTube-ում դուք կարող եք մեզ լայքել, սրտիկել, հարց ուղղել, ընդ մեզ, շուտով նաև իհարկե բդել։ Դա բայց դրան հələ մի քանի տարի կա, 100,000-ը հասնենք։ մի քանի տարի անց։ Այժմ մենք շատ մոտ ենք 90,000-ին, հենց որ բաժանորդագրվեք, եթե դա արել եք, միացեք Patreon-ին։ Հետ եղել է, որ ARM Comedy նայեք, մեկ էլ նարեք են ամենահամով խոսքի վրա, մեկ էլ կախի։ Դա դանդաղ ինտերնետից է։ Եվ ուրեմն Ռոստելեկոմը ներկայացնում է նոր փաթեթ, որին միանալով դուք ստանում եք մինչև 500 մեգաբիտ վայրկյանում արագությամբ ինտերնետ, գերհզոր Wi-Fi սարք եւ շատ հեռուստալ։ Ահեն, էլի սարեց, որտեվ դուք դեռ չեք միացել Ռոստելեկոմենց ARMAX-ին, իդեպ եթե օնլայն միանաք, առաջին ամիսը անվճար է։ Հղումը կգտնեք description-ում, միացեք ARMAX-ին եւ ես էլ երբեք ոչ մի անգամ խոսելուց չեմ սա։ Շուտ միացեք հասկանանք այս մարդը ինչ էր ասում։ Տեսախցիկների եւ արագաչափերի տուգանքները էլ չեն գնում Սաշիկի ջեբը։ Մի րոպե, բայց դա տենց էլ չափածուցեցին, որ Սաշիկի ջեբն էին գնում այդ տուգանքները։ Ես էլ եմ ասում, էլ չեն գնում իր ջեբը։ Այդ էլ ենթադրում է, որ առաջ գնում էին, հիմա էլ չեն գնում։ Շատ վառ ֆանտազիա ունես կենտրոնացի կարևորի վրա։ Նիկոլը տուգանքները լցնում է ժողովրդի ջեբը։ մենք ըստ էության հիշում եք որ որոշում կայացրեցինք որ երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը արագաչափեր տեսախցիկներ որոնք արտապատվիրակված էր եւ վարձակալությամբ տրված էր մասնավոր ընկերության մենք դա վերադարձրել ենք պետական կառավարման ոլորտ Ըստ էության մենք հիշում ենք, որ ինչ-որ մեկը եկավ ու ասեց, որ տեսախցիկներ վաբշե չեն լինելու, դրանով շահեց դոլների սիրտը ու հետո ընտրվեց ու ասեց, չէ, թող լինեն տեսախցիկները։ Նարեկ այստեղ ակնարկում է մի շատ էմոցիոնալ ճուվակի մասին, որը երկար տարիներ գոռում էր վերադարձնելու ենք, Սաշիկից խելու ենք այդ արագաչափերը չասենք ով, թող մնա անանուն, մենք այդ մարդը չենք, ինչ որ մեկը։ Հետո այդ ճուվակը, որ դարավ վարչապետ, ոչ միայն ներողություն չխնդրեց security dream-ից, ակնհայտորեն սուտ խոսալու ու չափածուցելու համար այդ ամեն ինչը, այլ նաև տնօրենը նստացրեց բանդ։ Вообще-то նորմալ է, որ պետությունը մեկ էլ հոպ ու ինչ-որ ընկերություն տես պետականացնում է։ Դա ժող բաստիոնոտ է, թե մի քիչ շտը տես բոլշևիկոտ է։ Ես իհարկե հասկանում եմ, որ security dream-ի տնօրենի անունը Ալեքսան է, ինչը շատ ռիսկային է, բայց Ռիսկային մոտ էր։ մենք չենք շտապել, այսպես ասած, դա պետականացնել, եթե շատ ժողովրդական լեզվով ասենք, որպեսզի նաև չնայած բոլոր քաղաքական հասկանալի նրբություններից մենք ամեն ինչ անում ենք, որ տնտեսական դաշտում մեր գործունեությունը մաքսիմալ կանխատեսելի լինի, որպեսզի տնտեսությունը, որը մեզ համար շատ կարևոր է եւ տնտեսվարող սուբյեկտները իրենք անընդհատ այդ մտավախություններով չապրեն, թե պետությունը կարող է ինչ-որ մի պահի, ինչ-որ մի բան ձեռնարկել։ Հասկացա, շատ դանդաղ են պետականացրել, նենց որ դա օքեյ է։ Հա, բոլշևիկների ման արագ չեն արել։ Լավ, դե всё, ժողովուրդ ջան, կարևորը всё, պրծանք Սաշիկից, դու զգում ես, կոֆես այսօր եկա ու լիքներ, սովորականի պես Կիսաչափ չէ։ Այո, այս նոր պոակը թող հիշի, որ այդ նույն Նիկոլը կամ անանուն ճուվակը շատ էմոցիոնալ ժամանակին ասում էր, որ գիծ տրելու համար չպետքա տուգանեն, okay։ Այդ նաստրոյքը գոնե պահեն, էլի։ Իսկ մենք չունենք լավ լուրերի պակաս, նույնիսկ խորհուրդ կտամ անձրևանոցները հանել, որտեղ հեսա լավ լուրերը հորդալու են։ Ամենակարևորը չասեցիր, այդ պոակը Նիկոլը ասեց, դե ինչ որ ժամանակ թող աշխատի, հետո կարող է տանք մասնավորին։ Ինչ է շարակում, բայց ցավ ներդրումները մեկը արեց, մասնավոր Seal Dreams թե Avignon and Partners։ Ոմն վաղինակ Ավինյանին գտան ինչ որ Նույն համայնքում գործարանային 7 հասցեում գտնվող զբոսայգու վերականգնման աշխատանքներն են ընթանում
կառուցվում են եւ սալիկապատվում են մայթեր, ճաղավանդակներ, տեղադրվում են դարպաս, երկաթյա դռներ, 2 կարուսել, 2 ճոճանակ, սղարաններ։ Չեմ հասկանում, Արարատի մարզում մարզպետարան, գյուղապետարան չկա, որ հայտարարի sense բաներին ինչու են թողնում խեղճ Նիկոլի վրա։ Ապա դե ախր երկրում այնքան քիչ լավ լուր կա, որ Նիկոլ ուզում է բոլոր լավ լուրերը հավաքած լինի ու անձամբ հայտարարած լինի։ Իսկ չի ասելու, քանի երեխա է ծնվել այսօր Երևանում։ Անպայման կասի, բայց սպասի, դեք ասնենք, նախ չես հավատա, բայց տիեզերական լուր ճամբարակում նասոս են տեղադրել։ Լճավան բնակավայրում վերակառուցվել է 1208 մետր ջրագիծ, վերանորոգվել է 12-15 անգամ 3 տարողությամբ ջրամբարը, տեղադրվել է էլեկտրական շարժիչ եւ մղիչ պոմպ, ցանկապատվել է ջրամբարը։ Ոնց նախկինները չէին ֆայմում, այս կատարողականները տային նախագահը կարդար։ Դրա համար է ժողովուրդը մերժում է այդ նախկին նախագահներին, իսկ գաջ ու սվաղ անողին սիրում է։ Նու ինձ թվում է գաջ ու սվաղի մասին ստեղից չեն խոսալ ներեք։ Դու ուղղակի չգիտես, ինչ գիաջ են արել, ինչ գիաջ։ Վերանորոգվել է բազմաբնական շենքի մուտքերը, տեղադրվել է 4 մետաղական դուռ, նորոգվել պատերի գաջի սվաղը եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ ճաշկան նորմալ նստել է, դռների նալիչնիկները հոծուր չեն դրել։ Համայնքի համար նաև ձեռք է բերվել 3 իզոլենտ կապույտ։ Մի հատ ուդլինից էլ 3 ծականի։ Ու էլի տենց բաներ։ Ու մարալիկում ունտազի բաչոկը մի քիչ խաղում էր, լավ ձգել է։ Կթվա թե ժողովրդավարության ու թափանցիկության ուղղակի sense mother effing վերջն է։ Ուղղակի sense մի հատ բան կա, այս նույն կառավարությունը ռեկորդային թվով ծախսեր սարքել է գաղտնի չզեկուցվող օրինակ առանձնատների վերանորոգման ծախսերը եւ ռեկորդային քանակի 1 անձից գնումներ ասկսել անել էս թափանցիկագույն կառավարությունը։ Կարևորը աշխատում են, ներեք, թողեք թող աշխատեն։ Օրես ինչին բան հիշեցի։ Թողեք թող աշխատեն։ Իսկ այդ ընթացքում նախագահը մյուսը գնաց Բուլղարիա ու sense սարք տեսավ։ Որոյ ինչ սարք է։ Չգիտեմ, բայց շատ բարդ մեքենա է երևում։ Հաստատ արժի որ Խաչատրյանը մի հատ նայի։ Քանի սելֆիներ չի անում, անեկդոտներ չի պատմում, իհարկե թող հանգիստ նայի։ Там все живые, зачем селфи делать? No. Sorry. Which means Էսի գիտես ինչ լուրջ սարքա։ Այս սարքը մենակ ինքը իրանով մեզ մի 50 տարի այսենց առաջ գցեց։ Ուղղակի սարքա, բայց շատ վստահ ես ասում, վստահում եմ ձեզ ու այցը կազմակերպողներին։ Վերջում Խաչատրյանն ու Սիսակը նայեցին նաև կոմպերը։ Սիսակին ինչ էր տարը։ Ինձ թվում է նախագահը մտածում է որ Սիսակը Sysad-Mina. has three modes with 2 processors. Այն որ բակում ավտոտ փչանում է, կապոտը բացում ես, թե չէ, սաղ բակը հավաքվում ասես լուրջ դեմքով նայում է ու վախուց ոչ ոք չգիտի ինչը ոնց է դզվում, բայց բոլորը մի հատ կարծիք ունեն։ Իսկ վերջում Խաչատրյանը կոմպի վրա միացեց լավ, ջուլը ցրեց ու այդ կայծերի ֆոնին սկսեց սելֆի անել։ Լուրջ։ Ոչ, բայց կարար։ Նենց որ գնահատենք դրականը։ Այդ ընթացքում Բրյուսովի ուսանողները շարունակում են բողոքի ակցիաների երթերը, որպեսզի ֆիզկուլտի հետ միասին չմիավորվեն մանկավարժականին, իսկ 3-4 նրանց ընդունեց վերջապես ԿԳՄՍ նախարարը ու շատ առեղծվածային բաներ ասաց ինչ որ։ Մանիպուլյացիայի մի տրվեք, խնդրում եմ ձեզ։ Ուրեմն որևիցե գաղտնիք չկա։ Այդ որ ասում են գաղտնի եք պահել, եթե գաղտնի պահեին դուք չեք իմանա դրա մասին։ Կան չերևացող պրոցեսներ, որոնք մեծ ազդեցություն ունեն այս ամենի վրա, եւ այդ ամենը զերո առնչություն ունի եւ կրթության հետ, եւ գիտության հետ, եւ բարձրագույն կրթության որակի հետ։ Ուրեմն անփորձ ուսանողներին կանչեց իր մոտ մի հրաշալի հմեկյան ռեպորտաժ ստացա, որտեղ 10 անգամ ակնարկում են ինչ-որ ասես մանիպուլյացիաներ ու ստորգետնյա ջրեր, հա, ասես։ Ապեր դու չգիտես, այնտեղ իրոք ստորգետնյա շատ խորը, շատ ստոր։ Ճիշտ ես ասում, ես չգիտեմ, բա թող ասի այդ ինչ ստորգետնյա ջրեր, ինչա՞ բոլոր ժամանակը ծախսում։ Մարդը չի ուզում սփոյլ անի։
բայց նաև չի ուզում թողնի այդ բարություն մարդու, որը չգիտի, որ ինչ որ բան, ինչ որտեղ կատարվում է։ Okay, դեպքում ես հասկանում եմ դու ինձ ռեպորտաժ ստացավ, բայց ինչի՞ չի ասում կոնկրետ մի հատ ասի ինչի է ուզում միացնի, որովհետև սա ժամանակը ծախսեց նրա, որ ասեց, այ դուք ասում եք չենք զգուշացրել, բայց զգուշացրել ենք, շենքը ծախել ենք, բայց չենք, ասա ինչի եք ուզում միացնեք։ Դուք ստանալու եք այն կրթությունը, որի համար դուք ընդունվել եք։ Ստանալու եք այն մասնագիտությունը, որը դուք ընտրել եք։ Մի րոպե, մի հատ հասկանանք լոգիկան։ Ամեն ինչ փոխվում է, որպեսզի ուսանողները ստանան նույն կրթությունը, բայց չէ որ նրանք հիմա են ստանում նույն կրթությունը։ Դե հիմա մարդը պետք է ցույց տա, որ ինքը ինչ որ բաներ անում է։ Դու ճիշտ է նախորդ հարցազրույցում ասես, որ լիքը մասնագիտություններ ոնց որ դուրս են գալու, ու ստեղ ասում է, որ ստանալու են նույն կրթությունը, ու ես որպես լոգիկայի հավատարիմ հաճախորդ չեմ հասկանում ոնց։ Բայց դրա մասին լրում է Հ1-ի ռեպորտաժը։ Եկեք լսենք ուղղակի ուսանողներին։ Ինչ է մտածում Հայկ Մարությանը։ Հայկ Մարությանը բրուսովց է։ Նոր ընդունվել։ Նա ասաց, որ ԲՊՀ-ն ունի ընդամենը 2 տարվա պատմություն, ես ուղղակի չդիմացա, ասեց ԵՀԿ-ԳՄՍ-ն ունի 3 տարվա պատմություն։ Լավն է, լսի ջոյլացել է ոյ։ Դե որ քաղաքականությունից դուրս ես գալի, տենց։ Հա, միացած հարց, իսկ ինչի Դումանյանը չի ուզում մանկավարժականը միացնի բրուսը, որտեղ օրինակ եթե ուզում ես սովորես անգլերեն ու ընդունվում ես, մանկավարժականը նույնիսկ երկրորդ ընտրությունը չի։ Սկզբից գրում ես բրյուսով, հետո գրում ես ռոմանը ու երրորդ դեպքում մանկավարժական, որտեղ ամենակիչ բալերը պետք են մանկավարժական անցնելու համար։ Ռոմանո։ Պետք է օֆիցիալ ներողություն խնդրենք մանկավարժական համալսարանից, որ մենք ինչ որ անհետ հայտարարություններ ենք արել, որովհետև դա իր մոր բուհն է։ Ափսոս այդ մասը Հ1-ի ռեպորտաժում տեղ չգտավ։ Միանգամից ասեք, որ տես բան կա, եկեք ուրեմն միանգամից բժշկականը, գիտությունների ակադեմիան եւ Մայր Հայաստանը միավորենք մանկավարժականի հետ։ Հա, ու միաժամանակ նաև Վայոց ձորը կարելի է միավորել ու վերջ, մնացեք մեզ հետ։ Եվ այսպես այս օրերին Հայաստանը կարծես մի հատ թույն ծիտ լինի, մի սեքսուալ գազան, որը իր կողմն է ձգել բոլորին, ամերիկյան կոնգրեսականներ, ԵԱՏՄ վարչապետներ, Եվրամիության դիտորդներ, Իրանի արտգործնախարար, Նորվեգիայի արտգործնախարար, ու ես դեռ չեմ խոսում հազարավոր ռուս այցիշնիկների մասին։ Բայց եկեք ամեն ինչ հերթով, նախ իհարճ եվրոպական դիտորդների 40 հոգանոց խումբը պատրաստվում է ժամանել Հայաստան մեր սահմանները դիտարկելու համար։ Այս առիթով կարելի է մի հատ թեթև հապկին բշտել։ Պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել եւ որոշումներ կայացրել։ Հասկացաք հապկություն, լսվեց այդտեղ։ Մարդիկ կան, որ նորմալ օպերատիվ արձագանքում են։ Լավ, բայց ինչքան ժամանակով են գալիս այդ նոր հարազատները։ Պլանավորված է, որ 2 ամիս պիտի աշխատի դիտորդական առաքելությունը եւ մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական։ Դա շատ հեշտ է անել։ Ընդհանրապես պետք է դիտորդներից անձնագրերը խլել ու իրանց առաքելությունը դառնում է շատ ավելի երկարաժամկետ։ Հա, ընտանիքի անդամներին բացիկներ են ուղարկում, որ փոքրիկ Ֆրանսուան ու Ժան-Պիերը չսպասեն պապային Քրիստմասին կամ մյուս Քրիստմասին կամ որևէ Քրիստմասին։ Հապկը ինչ է ասում, հապկը։ Լավրով, սոկ խմես։ Հենա խաղաջինքում դրացա, կնա վերցրու։ Ասում էր պետք է նիստ գումարենք, մենք առաջինը զանգենք, հեն, ոնց որ զանգեցինք, Մի հատ զանգի, մի հատ ուզում հա զանգես դու լավ, դավայ։ Մի հատ զանգի։ զանգում ենք լավրով։ Դիտորդներ տեղակայելու քննարկումները շարունակվում են նաև ՀԱՊԿ-ի հետ։ Անցյալ շաբաթ Աստանայում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էր Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ասել, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներն ուղարկել Հայաստան, ինչի համար ըստ Լավրովի անհրաժեշտ էր միայն հավաքական անվտանգության խորհրդի որոշում, որտեղ այժմ Հայաստանն է նախագահում։ Միրզոյանը արձագանքել էր, որ Հայաստանը որպես համանախագահող փորձել է պայմանավորվել խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու համար, սակայն դա դեռ չէր հաջողվել դաշնակիցների խիստ ծանրաբեռնվածության պատճառով։ Այս հայտարարությունից գրեթե 1 շաբաթ անց այսօր Միրզոյանը հայտնեց, որ Երևանը դեռևս չի կարողացել համաձայնեցնել խորհրդի նիստի անցկացման օրն ու ժամը։ Մյուս հանդիպմանը Լավրովը կասի, հա, մի պահ,
հանդիպանին չկարողացա պատասխանեմ voice ուղարկել WhatsApp-ով, հա։ Մենք ամեն վարքյան պատրաստ ենք դիտորդներ ուղարկել voice ուղարկի WhatsApp-ով։ Ժորդ, come on։ Արդարության համար պետք է ասել, որ Ռուսաստանը փորձում է տպավորություն ստեղծել, որ ինչ որ բան անում է։ Նես չի որ չի փորձում տպավորություն ստեղծել։ Մոտ ժամանակներս նախատեսվում է ՀԱՊ քաղաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Մոտակա օրերին գրազգանք այս ամիս ոչ մի բան չի լինելու։ Արի դրականի վրա կենտրոնանանք, հա, կան ոլորտներ, որ Ռուսաստանը լավ էլ օպերատիվ է համագործակցում մեզ հետ։ Շոկոլադի արտադրանքի համար մինչև օրս ամբողջ աշխարհում չկա միասնական ստանդարտ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատում են իրավիճակը հստակեցնելու ուղղությամբ։ ԵՏՀ-ն սահմանել է շոկոլադի ստանդարտները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ տարածքում դրա արտադրությանը եւ իրացմանը։ Հաստատված ստանդարտի համաձայն շոկոլադը պետք է պարունակի կակաոյի ընդհանուր չոր մնացորդի առնվազն 35%-ը։ Անձամբ Լավրովը Պուտինն ու ԶԱՍ-ն են շոկոլադը մի շաբաթ դեգուստացիալ, որ որոշեն քանի տոկոս պետք է մեջ շոկոլադայնություն լինի։ Հա, շատ օպերատիվ են։ Հենց գալիս է հարցը շոկոլադին, սենց մեր միջուկային գերտերություն եղբայրը հրաշալի աշխատում է։ Եթե 35% է կոչեք շոկոլադ, եթե 25% է շոկոլադե արտադրանք։ Եթե ավելի ցածր է, խնդրում եմ անվանեք հրուշակեղեն, ինչ ուզում եք անվանեք, բայց ոչ շոկոլադ։ Լավ, հասկացանք։ Easy Tiger, Ռազմավարական դաշնակիցը սենց անում, վճռական պահին ձեռը միացած խփում է սեղանին, ասում է այդ 35-ից ցածր կակաոյը, դա շոկոլադ չէ, դա հրուշակեղեն է, պետք է բարձր լինի, որ տեխնիկապես դրան ասենք շոկոլադ։ բայց կան դաշնակիցներ, որոնք շոկոլադից մի քիչ են կողմ են անցնում իրենց օգնությամբ, գործողություններով։ Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է եւ կձեռնարկենք բոլոր քայլերը դա կանխելու համար։ Ախ, Աբդուլլախյան, one love, խելի դուս դարան։ Իրանի ԱԳՆ-ը նաև ասաց, որ Ալիևը իրենց վստահեցրել է, որ սահմանների փոփոխություն չի նախատեսում։ Իրանն էլ որպես վստահության նշան Արաքսի երկայնքով սկսեց լայնածավալ զորավարժություններ։ Են մեր են մյուս ընկերներ, ոնց որ ուզում է զենք վաճառի մեզ։ Հնդկական կողմը պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանը համազարգային կրակի փինակակոչվող ռեակտիվ համակարգերի 3 մոդել է պատվիրել, որոնք Դելիից Երևան պետք է տեղափոխվեն առաջիկա 2 տարում։ Այդ մասին հայտնել է հրթիռների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերության Solar Industries-ի ղեկավար Սատան Եռան Նուվալը։ Ոնց է դզում, որ զենք վաճառողիդ անունը Սատան Եռան է։ Այդ տենց պետք է լինի ռազմական ֆիրմայի տնօրենի անունը, բայց չէ, այնտեղ ինչ որ ԶԱՍ Զայս Այժմ գիտենք, որ Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի ՊՆ-ի հետ, եկեք շատ չոգևորվենք, որ չպարզվի, որ սուեր ենք առել, բայց առանց բաների։ Իրականում այս հրթիռների մասն շատ մանրամասներ չպետք է իմանանք, բայց Սատան Եռանը մի փոքր բերանբաց զենք վաճառողներից է։ Այլ թեմաներից Լեռնավանում ինչ կա։ Անսպասելի պտույտ էր, բայց իրոք ինչ կա Լեռնավանում։ 3 տարվա պայքարից հետո լեռնավանցիներին հաջողվել է ետ բերել գյուղի կենտրոնական տարածքը, որ նախկին գյուղապետը 73000 դրամով վաճառել էր սեփական կնոջը խանութ կառուցելու համար։ Լեռնավանցիները դատի էին տվել, պահանջել չեղարկել գյուղամեջի 500 քառակուսի մետր տարածքի սեփականաշնորհումն ու հողը վերադարձնել համայնքին։ Հիմա դժվար է ասել, սա կոռուպցիա էր, թե շատ ռոմանտիկ դրվագ երկու միմյանց սիրող մարդկանցից։ Ու գուցե ոչ որ չիմանար սրա մասին, սա մն այդպես սիրո պատմություն, եթե գյուղի ժողովուրդը չորոշել այդտեղ մի օգտակար բան կառուցել։ Պատմությունը բացահայտվել էր 3 տարի առաջ, երբ արտերկրում ապրող լեռնավանցիները գյուղի անունով հիմնադրամ էին ստեղծել, գումար հանգանակել, խոստանալով գյուղամիջում մշակույթի կենտրոն կառուցել, գյուղապետարանով, գրադարանով ու դահլիճով։ Գյուղի ջահելները նախագիծ նախարշիվ էին կազմել, տարածքն էլ մաքրել աղբից ու չօգտագործվող տնակներից, որ գործի անցնեն։ Մեկ էլ պարզվեց ինչ, Սերժի Վախտվա գյուղապետը կնոջ համար հող է վերցել դղյակի։ Ուղղակի դες դղյակը կառուցելու վրա չհերիքեց պահի տակ։ Լեռնավանից ինչքան պետք է քերեր, որ մի հատ էլ դղյակ սարքեր։ Դե ինքը տենց love story գիծն է առաջ բրթում։ Թե ինչպես է գյուղի կենտրոնական հատվածի 500 քառակուսի մետրը մոտ $200 գնահատվել, նախկին գյուղապետը չի մանրամասնում։ Բնական է համարում նաև, որ տարածքը ամուսնու ձեռքով է կնոջ սեփականությունը դարձել։ Ասում է ամուսիններ իրավունք չուներ դնում։ Ինչ տարբեր, ամուսինը չէր մյուսներ։ Ամուսինը կնոջը ուղակի վաճառքով տվել է կոռուպցիա։ Համայնքի անդամ եմ, ինչ ամուսին։ Всё, հասկացանք։ Համայնքի անդամին հասնում է, սպասենք դղյակը կառուցեն, նոր խլենք վերադարձնենք ժողովրդին։ Իսկ այդ ընթացքում աղբի համար, թափելու համար, տուգանելու են նորից։
Փողոցում թափած աղբի շատանալու հետ Երևանում հիշել են խանութի սննդի կետի հարակից տարածքը մաքուր բարեկարգ պահելու վերաբերյալ ավագանու տարիներ առաջ ընդունած որոշումը։ Տնտեսվարողին այն պարտադրում է, եթե փոքր կրպակ է 5 մետր շարավիղով, եթե մեծ օբյեկտ մուտքից միջև փողոցի երթևեկելի հատվածը մայթը ներառյալ պահել խնամված վիճակում։ Այդ կարելի է ռուսայտիշիկներին հանձնարել, թող մի սուբոտնիկ անեն առավոտը ամեն օր։ Համարենք ինչ-որ մոբիլիզացիա իրաց համար, այլ ընտրանքային ծառայություն։ Իսկ ինչ կնի, եթե աղբը չքչանա այդ տարածքում։ 20,000 դրամ տուգանք է ենթադրում, ուզում եմ նշել, որ դա պարբերաբար կարող է տեղի ունենալ, կարող է ընդհանուր մինչև ամեն շաբաթ նույն վարչարարությունը տվյալ տնտեսվարողի նկատմամբ կիրառվել։ Դե այդ լավ է, տուգանենք օբյեկտները, որոնց շուրջ աղբա։ Հա, եթե աղբը չվերանա, կարող են արագաչափերի նման պետականացնենք։ Այո, այդ բուսկաները։ Ու կամ միացնենք Բրյուսելին։ Վերջում նաև մի փոքր տխուր լուր ունենք, վարչապետը հրաժարական ա տվել։ Տխուրը այնա, որ Բրիտանիայի։ 44 օրյա կառավարումից հետո, ճիշտ է, ոչ մի տարածքներ չի զիջել, ոչ մի շատ վատ բան չի արել, բայց ֆինանսական տես վատնումներ եղավ, ոչ մեկը լեզու չգտավ, ում գործի վերցրել, սա թքեցին վրան գնացին։ Մնացեք մեզ հետ, ոչ բոլորը, բայց մնացեք։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ին։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Մենք Հնդկաստանից ցանկանում ենք զենք գնել, հնդկական պաշտոնական կայքերը դա հայտնում են, հեռուստատեսությունը պինակը համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, նույնիսկ շատ բան է ասվում, ընդհանուր մինչև կամիկադզե անօդաչու թռչող սարքեր, եւ առաջի հարցը ընդհանրապես ինչ են իրենցից ներկայացնում հնդկական ռազմական ուժերը, որովհետև մենք միշտ սովոր ենք, որ հնդիկները, Հնդկաստանը դա մի քիչ հետամնաց եւ այլն։ Դու հասկանում ես ինչքան մարդ է մեզ սիրում, Ամերիկան մեզ սիրում է, կոնգրեսականները որ ուղարկում է, Փելոսները որ ուղարկում է, Իրանն է մեզ սիրում, հյուպատոսություն է բացում կապանում։ Հա, բայց Իրանը Ամերիկան չի սիրում, Իրանը Ամերիկան չի սիրում։ Դե երկու շաբթից ուրբաթ կլինենք Ամերիկայի հետ, շաբաթ կիրակի Իրանի։ Բա Ռուսաստանը։ Ռուսաստանը տոնոր Հելլոուինին Ռուսաստանի հետ։ Լավ, Եվրոպացիների հետ բանը Christmas hotel-ը տենց ավելի շատ։ Ես իրանք ճիշտ ասեմ, շախկատանում են եվրոպացիքները, շատ պետք չի իրանց սրա սեղմել։ Բաժանորդագրվեք մեր ալիքին հենց հիմա եւ ձեր տան փողոցով այլևս երբեք չեն անցնի մոտոցիկլետները։